Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, ներկայիս դրությամբ գտնվում ենք Հոլանդիա, քիչ անց կայցելենք Իսպանիա, որտեղ բնակվում է մեր հայրենակից Վարդան Մնացականյանը։ Կայցելենք եւ կտեսնենք, թե ինչպես է ապրում եւ իր մարզական կարիերան անցկացնում Իսպանիայի Վալենսիա քաղաքում մեր հայրենակից մարզիկը։ Շնորհակալություն։ Դինամիտի եթերում ցուցադրվող կամեկի պայթյունավտանգ մենամարտերը ձեզ ստիպեցին ունենալ անհանգիստ եւ լարված պահեր։ Այդ պատճառով էլ կշարունակենք ցուցադրել այն պատմությունը, որն էլ կիրականացնենք բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով։ Մենք մեծ սիրով ենք ներկայացնում մեր մարզաձևը Հայաստանի Հանրապետությունում։ Կամեկը համար առաջին մարտական արվեստն է ամբողջ աշխարհում։ Այսօր մենք ATV հեռուստաընկերության Դինամիտ հաղորդաշարի հեղինակ Հովհաննես Ղուկասյանի հետ միասին գտնվում ենք Իսպանիայի Վալենսիա քաղաքում, որպեսզի հայ հեռուստադիտողին հնարավորություն տանք առնչվելու Իսպանիայում բնակվող Վարդան Մնացականյանի հետ։ Իսպանիան եվրոպական այն պետություններից է, որտեղ կամեկը սփռել է իր ճյուղերը 2002 թվականից։ Իսպանիայում նույնպես գոյություն ունի կամեկի ոճով հանդես եկող մարզիկների բավականաչափ պահանջարկ եւ սպառում։ Այդ ամենաակտիվ սպառողների շարքին է դասվում մեր հայրենակից Վարդան Մնացականյանը։ Վարդան Մնացականյանը լինելով պրոֆեսիոնալ մարզիկ 2005 թվականին այցելել է Իսպանիա հարվածային առաջնություններում մասնակցություն ունենալու նպատակով, որտեղ ստանալով առաջարկ իսպանական խոշոր մարզական ընկերությունից համաձայնություն է տվել բնակչություն հաստատել Իսպանիայում եւ հանդես գալու տվյալ ընկերության կողմից կազմակերպված մրցաշարերին։ Վարդանը շատ անգամներ մեծ ռինգերում աշխարհահռչակ մարզիկների հետ մենամարտերում պատվով բարձր է պահել եռագույն դրոշը եւ արժանացել խոշոր մրցանակների։ Ներկայիս դրությամբ մենք գտնվում ենք Իսպանիայի Վալենսիա քաղաքի Ribet Fitness մարզական ակումբի դիմաց, որտեղ իր մարզական գործունեությունն է ծավալում Հայաստանի կամեկ ֆեդերացիան ներկայացնող Վարդան Մնացականյանը։ Քիչ անց մենք կայցելենք այս մարզական ակումբ, կտեսնենք, թե ինչպես է իր մարզական գործընթացը անցկացնում Վարդան Մնացականյանը։ Վարդան, կօգնես մեզ այդ հարցում։
took your pick, but I keep walking on, keep open doors, keep open forward. That the call is yours, keep those on hold, cause I don't wanna live in a broken home, girl, I'm begging. Վարդան Մնացականյանը հանդիսանում է Կամեկի Իսպանիայի ներկայացուցչության նախագահը։ Վարդան Մնացականյանի շնորհիվ Բենիդորմ քաղաքում կազմակերպվեց բարձր մակարդակի հանդիպումներ հարվածային մրցաշարեր կազմակերպող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, որոնց արդյունքում կնքվեցին համագործակցության պայմանագրեր Հայաստանի Կամեկ ֆեդերացիայի հետ։ Լինելով պրոֆեսիոնալ մարզիկ եւ յուրաքանչյուր ամիս Հայաստանի եռագույն դրոշի տակ հանդես գալով պրոֆեսիոնալ ռինգերում ներկայացնում է Հայաստանի Կամեկ ֆեդերացիան։ Կյանքը յուրաքանչյուր անձնավորության մեկ անկրկնելի պահ է տալիս օգտագործելու եւ աշխարհին ներկայացնելու մարզական հնարավորությունները։ Վարդանն ամեն կերպ կարողացել է օգտագործել այդ հնարավորությունը իր մարզական հաջողություններով Իսպանիայում ձեռք բերելով իր կյանքը հետաքրքիր դարձնելու համար բոլոր անհրաժեշտությունները։ Այսօր մենք մեծ հաճույքով ներկայացնում ենք Հայաստանից 7000 կիլոմետր հեռու բնակվող այս անձնավորությունը որպես Հայաստանի Կամեկ ֆեդերացիայի փոխնախագահ, K1 Armenia, որը ջանք ու եռանչի խնայում Հայաստանում այս մարզաձևի զարգացմանը նպաստելու համար։ ATV եթերում ականատեսը եղեք Կամեկ Արմենիայի անհավանական միջազգային նվաճումներին Հովանես Ղուկասյանի մեկնաբանությամբ։ K1 Armenia. K1 Armenia. K1 Armenia, K1 Armenia. K1 Armenia, K1 Armenia, K1 Armenia.